Թբիլիսիում տեղի ունեցավ երիտասարդություն եւ առողջ կյանք թեմատիկ հանդիպումը։ Հանդիպմանը մասնակցեցին Թբիլիսիի պետական համալսարանի վրացի ուսանողներ, ինչպես նաեւ 1+4 ծրագրի հայ, ադրբեջանցի եւ էթնիկ այլ խմբերի ներկայացուցիչներ։ Հանդիպման ընթացքում քննարկեցին ալկոհոլիզմի եւ թմրամոլության, ինչպես նաեւ խաղամոլության խնդիրները եւ նրանց կանխարգելման ուղիները։ Նոր սերունդ առաջընթացի համար կազմակերպությունը իրականացնում է վրացի ուսանողների միջէթնիկական հարաբերությունների եւ քաղաքացիական ինտեգրման խթանում նախագիծը, որը ֆինանսավորվում է երիտասարդական գործակալության կողմից։ Նախագծի նպատակն է բարձրացնել էթնիկ փոքրամասնությունների երիտասարդների քաղաքացիական ինտեգրման, իրազեկության եւ կրթական մակարդակը։ Մեր այսօրվա հանդիպումը կոչվում է երիտասարդություն եւ առողջ կյանք։ Բացի այդ, այսօր մենք կխոսենք այնպիսի մարտահրավերների եւ սոցիալական գրիչների մասին, ինչպիսիքն են ալկոհոլիզմը եւ թմրամոլությունը, խաղամոլությունը, որոնք մենք այսօր բավականին հաճախ ենք բախվում եւ որոնք բավականին լուրջ խնդիրներ են։ Նոր սերունդ ծրագիրը մեզ համար շատ կարևոր է եւ նաեւ անհրաժեշտ, քանի որ չկան նման ծրագրեր եւ սա մեզ համար շատ լավ հնարավորություն է ավելի հեշտ ինտեգրվելու հասարակությանը։ Մեր ծրագիրը շատ կարևոր է մեզ համար, ինչպես նաեւ նոր ընկերներ ձեռք բերելու համար։ Երիտասարդական գործակալության երիտասարդական կազմակերպությունների հզորացման դրամաշնորհային միջոցի շրջանակներում ֆինանսավորվող նոր սերունդ առաջընթացի համար կազմակերպությունն իրականացնում է շատ հետաքրքիր եւ լայնածավալ նախագիծ էթնիկ փոքրամասնությունների երիտասարդների մասնակցությամբ։ Նախագծի շրջանակներում նրանք հնարավորություն կունենան ակտիվորեն ներգրավել մասնակցային գործընթացներում, ինչպես նաեւ զբաղվել տարբեր կրթական եւ ճանաչողական գործունեությամբ։